բանաձև նախագիծ եւ այսպես կայացավ Հիլարի Քլինտոնի այցը Հայաստան եւ նույն օրը Հայաստանի հայ-ադրբեջանական սահմանին տեղ ունեցավ ադրբեջանական դիվերսիա, որը Հայաստանից ունիժիշտ խլեց 3 զինծառայողի կյանք, 6-ը վիրավորվեցին։ Որքան են շահկապված այս իրադարձությունները եւ ինչ ուղերձ է հողում Ադրբեջանը արտաքին աշխարհին եւ այն ըստ էության այս դիվերսիան նվիրելով Քլինտոնի այցին, ինչ են քննարկել եւ որոնք են այն հրապարակային հայտարարությունները Քլինտոնի հայտարարության տակ եւ ինչ է դա ենթադրում։ Այս հարցերը եւ այս երկու իրադարձությունները քննարկելու համար այսօր բանաձևի տաղավարում է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Բենյամին Պողոսյանը, բարի երեկո։ Բարի երեկո։ Նախ առաջին հարցը սկսենք ամենասկզբից, որքանով է շահկապված Հիլարի Քլինտոնի այցը եւ Տավուշում տեղ ունեցած դիվերսիան։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես կարծում եմ, որ այս երկու իրադարձությունները միանշանակ շահկապված են եւ դժվար է ենթադրել, որ հնարավոր է պատահականություն, որպեսզի հատուկ կազմակերպված դիվերսիա լինի պետքարտուղարի Հայաստան կատարելիք այցի հենց օրը։ Իմ կարծիքով դրանով Ադրբեջանը որոշակի ուղերձ է եղում միջազգային հանրության ընդհանրապես եւ մասնավորապես Միացյալ Նահանգներին, ասելով, որ տարածաշրջանում կայունություն չկա եւ որ ստատուս քվոն չի նշանակում կայունություն եւ միևնույն ժամանակ ակնարկում է, որ եթե միջազգային հանրությունը ցանկանում է կայունության ապահովում, ապա նա պետք է քայլեր ձեռնարկի ստատուս քվոյի փոփոխման եւ Ղարաբաղյան հարցին որևէ լուծում տալու օգտին։ Այո, բայց միջազգային հանրությունն էլ ասում է, որ բանակցություններ վարեք։ Այո, բանակցությունների շարունակում է, բայց Ադրբեջանը միշտ էլ հայտարարում է, որ դժգոհ է բանակցությունների ընթացքից կամ ըստ Ադրբեջանի ապարդյուն բանակցություններից, մանավանդ եթե հաշվառենք, որ Ադրբեջանը բանակցությունների արդյունք Սա նշանակում է արդյոք, որ Ադրբեջանը որոշակի առումով ագրեսիվ վարքագծով խաղի նոր կանոններ է փորձում թելադրել կողմերին։ Ես չի ասի, որ սրանք նոր կանոններ են, կարծում եմ Ադրբեջանի քաղաքականությունը նմանատիպ ակնառու է երևի սկսած 2008-2009 թվականներից, եկեք հիշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նմանատիպ մի շարք դեպքեր են եղել, 2011-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո նման դեպք տեղի ունեցավ եւ այդ ժամանակ Ղարաբաղում, եթե չեմ սխալվում, հետո կամ հանդիպման ընթացքում, երբ որ Ալիևը Սանկտ Պետերբուրգից հանդիպման կեսից կարծես թե հետ վերադարձավ, այնուհետև նույն Տավուշի մարզում այս տարի մենք նմանատիպ դեպքի ականատես եղանք եւ նորից ցավոք սրտի զոհվեցին 3 պայմանագրային զինծառայողներ, այնպես որ սա վերջին տարիների Ադրբեջանի քաղաքականությունն է, անընդհատ կարելի ասել ճակերտավոր շանտաժ է ենթարկել միջազգային հանրությանը եւ ասել, որ քաղաքամարտությունը սառեցված չէ եւ մենք ցանկացած պահի պատրաստ ենք ռազմական գործողությունների եւ եթե դուք շահագրգռված եք տարածաշրջանում կայունության պահպանմամբ, բարի եղեք որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանը գնա մեզ բավարարող ծիճումների կամ մեզ բավարարող լուծման։ Որքանով է արդյունավետ այդ քաղաքականությունը։ Քաղաքականությունը կարծում եմ արդյունավետ չէ եւ բացի այդ այստեղ կա մեկ վտանգ, որ հնարավոր է, ինչպես վերլուծաբաններն են նշում, լինի այսպես ասած չկանխատեսված պատերազմ, այսինքն լինի որոշակի գործողություն, այնուհետև լինի պատասխան գործողություն եւ տեսականորեն չի բացառում, որ իրավիճակը դուրս կգա երկու կողմերի վերահսկողությունից։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կգնա Ադրբեջանի շանտաժին, նմանապես նաև Հայաստանը, սակայն ցավոք սրտի պետք է պատրաստ լինել, որ հետագայում եւս Ադրբեջանը կարող է նման սադրանքների դիմել։ Իհարկե, հնարավորինս պետք է զգոն լինել, ուշադիր, որպեսզի խուսափել մարդկային զոհերից։ Ինչ է կարծում Քլինտոնի այցը պայմանավորված էր խորհրդանական ընտրություններից հետո ստեղծված դրությամբ տարածաշրջանում, թե այնուամենայնիվ տարածաշրջանում որոշակի առումով իրավիճակը սրվել է եւ այդ պատճառով է գալիս, թե ճիշտ ասած ես չեմ կարծում, որ Քլինտոնի այցը ուղղակիորեն կապ ունի Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ։ Ես պետք է նշեմ, որ կապ ունի Հայաստանի, այսպես ասած, ժողովրդավարական արժեքները իրագործելու հանձնառության հետ, որով որ պայմանավորվում են մի շարք ծրագրերի շարունակականությունը հենց նույն Հայաստանում։ Իհարկե բնականաբար ժողովրդավարության տարածումը, թե ոչ այն չափով ինչպես Բուշ կրծերի վարչակազմի օրոք, Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության մեջ նույնպես կա, հենվելով այն պրագմատիկ սկզբունքի վրա, որ ինչքան պետությունները լինեն ժողովրդավար կամ արևմտյան ժողովրդավար, այնքան ավելի արևմտյան աշխարհին, այդ թվում Միացյալ Նահանգներին հեշտ կլինի նրանց հետ որոշակի հարաբերություններ ունենալ։ Սակայն ամեն դեպքում ես կարծում եմ, որ Քլինտոնի այս տարածաշրջանային այցը ես կարծում եմ ավելի շատ կապված է արտաքին տարածաշրջանային զարգացումների հետ։ Իմ կարծիքով Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը առաջին հերթին հետաքրքրում է Իրանի սահմանակից լինելու իրողությամբ։ Բոլորս գիտենք, որ Իրանի շուրջ որոշակի զարգացումներ են ընթանում, մոտ 1.5 տարի բանակցությունները սառեցված են միջազգային հանրության եւ Իրանի, այժմ բանակցությունները վերսկսվել են, երկու փուլ արդեն եղել է Ստամբուլում եւ Բաղդադում, այժմ հունիսին նախատեսված է
երրորդ հանդիպումը Մոսկվայում, սակայն վերլուծաբանները նշում են, որ կարծես թե առաջխաղացում չկա եւ կտրուկ առաջխաղացում դժվար է լինի։ Այդ դեպքում ինչով կարող է օգտակար լինել Հարավային Կովկասը։ Հարավային Կովկասը կարող է օգտակար լինել Իրանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների կամ Իրանի միջազգային մեկուսացմանը ել ավելի լայնթափ հաղորդելու ԱՄՆ ջանքերում։ Պետք չէ մոռանալ, որ հիմա Միացյալ Նահանգները ակտիվորեն աշխատում են թե Եվրամիության եւ թե այլ պետությունների հետ, առաջին հերթին Իրանի նավթի գնումները կամ ամբողջությամբ դադարեցնելու կամ գոնե մասամբ կրճատելու հետ կապված եւ նույնիսկ Չինաստանը եւ Հնդկաստանը որոշ դիճունների են գնացել եւ 10% կամ 15% կրճատել են Իրանից ներմուծված նավթը, բայց հասկանալի է, որ Հայաստանի դեպքում այդ առումով դիրքորոշման փոփոխություն կտրուկ դժվար է լինի։ Իրանը մեր հարավային հարևանն է 1, երկրորդ արտաքին աշխարհն է դեպի աշխարհի 2 եւ երրորդը մենք ունենք իրանական համայնք, որի հետ հաշվի չեն կարող նստել։ Սրանք ուղերձներ են, որոնք միշտ հնչել են հնչեցվել է միջազգային ասպարեզում եւ հաշվի առնելով Հայաստանի սպეციფიკան, արևմուտքը միշտ հաշվի առել մեր դիրքորոշումը։ Արդյոք հնարավոր է որ լինի փոփոխություն կամ արդյոք Քլինտոնը եկել էր ակնկալելով որոշակի փոփոխություն այդ հարցում։ Բնականաբար Հայաստանը մինչև այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում կարողացել է հիմնավորել Իրանի հետ առկա հարաբերությունները, առաջին հերթին շեշտելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սահմանների շրջափակում, ասելով խնդրեմ հասեք Թուրքիայի սահմանների վերաբացմանը եւ այդ դեպքում մենք փորձենք քննարկել Իրանի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ։ Սակայն ես չեմ բացառում, որ Իրանի շուրջ իրադարձությունների հետագա սրման պայմաններում Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարող է ավելի կոշտանալ նաեւ Հայաստանի հանդեպ։ Չնայած ես չեմ կարծում, որ դա կհանգեցնի հայ-իրանական հարաբերությունների վերջնական խզմանը, որտեղ ակնհայտ է, որ Իրանի հետ հարաբերությունները այսօր Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կենսական ուղղություններից մեկն են։ Երկրորդ ուղղությունը, որով Հարավային Կովկասը Միացյալ Նահանգներին հետաքրքրում է, դա ինձ թվում է հնարավոր էներգետիկ միջանցք դառնալու հավանականությունն է։ Իհարկե այստեղ ցավոք սրտի Հայաստանի հնարավորությունները քիչ են։ Կասպյան ավազանից գազի եւ նավթի տեղափոխումը դեպի Եվրոպա, գիտեք, որ շատ էր քննարկվում Նաբուկո ծրագիրը, որը նախատեսում էր մինչեւ 31 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել դեպի Եվրոպա։ Որովհետեւ ասում են, որ գրեթե տապալվեց։ Ես կասեի, որ այն գրեթե տապալված վիճակում է, որովհետեւ Նաբուկոն միայն ադրբեջանական Շահդենից երկրորդ հանքավայրի գազով չի աշխատի, այստեղ պետք էր կամ իրանական գազը կամ թուրքմենական, Իրանի հետ միջնաժամկետ հեռանկարում հարաբերությունների բարելավում չի սպասվում, իսկ Թուրքմենստանից Կասպից ծովի հատակով գազամուղ կառուցելը բավականաչափ բարդ խնդիր է, հաշվի առնելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ առկա դժվարությունները, գումարած որ թե Ռուսաստանը, թե Չինաստանը շահագրգռված են թուրքմենական գազը դեպի արևմուտք ուղղելու ջանքերը կասեցնելու համար։ Չնայած մենք հերքեցինք բոլոր վարկածները, թե ինչու պետք է Քլինտոնը գար Հարավային Կովկաս։ Չէ, ասեմ, էներգետիկ հարցեր, չնայած ասեմ, որոշակիորեն կարևորություն այս հարցում նվազում է, երկրորդ Իրանի հետ կապված խնդիրները եւ երրորդ տարածաշրջանային զարգացումներ, այստեղ կա նաեւ չմոռանանք արաբական գարուն, իրադարձությունները արաբական աշխարհում, ճիշտ է, Հարավային Կովկասը ուղղակիորեն կարծես այդ իրադարձություններին չի մասնակցում, բայց ամեն դեպքում Հարավային Կովկասը սահմանակից է նաեւ արաբական գարնան իրադարձություններին, կա նաեւ Թուրքիայի տարածաշրջանային դերի որոշակի աճ եւ այստեղ եւս Միացյալ Նահանգները շահագրգռված է, որպեսզի Թուրքիան հնարավորության դեպքում ներկայանա որպես արաբական անցումային երկրներում նոր տիպի պետության ստեղծման մոդել, չմոռանանք, որ նույն Թունիսում իշխանության եկավ նույն անուն կուսակցություն, ինչ որ այժմ իշխում է Թուրքիայում եւ կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ Թունիսում մտադիր է կառուցել Թուրքիայի տիպի պետականություն կամ պետություն, որտեղ այս կամ այն չափով իսլամը եւ ժողովրդավարությունը միաձուլվում են։ Ձեր կարծիքով որոշակի առումով խորհրդանշական որևէ բան կա, որ Քլինտոնը իր այցը սկսեց հենց Հայաստանից Կովկասում։ Ես դժվարում եմ ասել, ամեն դեպքում բնական է, որ քանի որ Քլինտոնը պարզ է, որ Հայաստանից Ադրբեջան չէր գնա, այցելությունը պետք է ներ Վրաստանից Ադրբեջան եւ Ադրբեջանից Հայաստան գաներ որոշակի խնդիրների հետ կապված, չի բացառում, որ պարզապես եղել է Հայաստան-Վրաստան, այնուհետեւ Վրաստանից այցելություն դեպի Ադրբեջան։ Ես հատուկ առանձնահատուկ իմաստ Քլինտոնի տարածաշրջանի այցը Հայաստանից սկսվելուց անկեղծ ասած չի տեսնում։ Բարի, վերջի շրջանում նկատվում է միջազգային հանրության, այսպես ասած, հանդուրժող կեցվածք Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես ԵԱՀԿ-ի վերջերս օրինակ փոխարենը դատարկ պարտել ադրբեջանական ագրեսիան, կոչ արեց երկու կողմերին հանդարտ լինել։ Ինչն է պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման այլ ընտրանք գոյություն չունի եւ կոչան կողմերին պահպանել ձեռք բերված 94 թվականի հրադադարը, անհասկանալի ինչու այդ ձևակերպումը, որ ակնհայտ է, որ հրադադարը եւ ագրեսիան ակնհայտորեն Ադրբեջանի կողմից են։ Բացի դա, նույն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում վերջերս հողում արվեց Հարավային Կովկասի եւ ընդհանրապես չլուծված հակամարտություններին, այնտեղ հիշատակելով եւ Ղարաբաղյանը դնելով մոլդովական եւ վրացական այլ կոնֆլիկտների հետ նույն ամբողջության մեջ եւ այն դիտարկելով որպես տարածքային ամբողջականության խնդիր, ինչ է կատարվում Բենյամին։
Ասեմ, որ միջազգային հանրությունը բնականաբար առաջին հերթին շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, ավելի կոնկրետ արկա հակամարտությունների արկա վիճակի պահպանմամբ, այսինքն միջազգային հանրությունը շահագրգռված չէ կոնֆլիկտների ապասարեցմամբ։ Բնականաբար միջազգային հանրությունը հասկանում է, որ առաջին հերթին Ադրբեջանն է սադրանքների գնում, սակայն միևնույն ժամանակ սպասել, որ միջազգային հանրությունը, որը նաև Ադրբեջանի հարաբերություններ եւ այստեղ կան նաև տարբեր շահեր, տնտեսական շահեր, էներգետիկ եւ այլն, սպասել, որ միջազգային հանրությունը բացահայտ կհայտարարի կամ սուր քննադատության կենթարկի Ադրբեջանին եւ կպաշտպանի Հայաստանին, այն էլ հրապարակային ելույթներում, ես կարծում եմ իրատեսական չէ։ Միջազգային հանրությունը, մասնավորապես նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահապետությունները դիմում են երկու կողմերին, փորձում են պահել, այսպես ասած, շեզոքություն կամ հավասարակշռություն, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հաշվի առնենք, որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաների հայտարարություններում, թե նաև ինչպես այսօր Երևանում նշեց Հիլարի Քլինտոնի իր հայտարարության մեջ, բոլոր տեղերում հստակ նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ունի ռազմական լուծում։ Այսինքն սա է այն հստակ ուղերձը, որն ուղղում է Ադրբեջանի իշխանություններին, այսպես ասած, արտաքին հավասարակշիռ ֆոնի պահպանմամբ, միևնույն ժամանակ այսպես ասած տարածաշրջանում շահեր ունեցող ուժային կենտրոնները հստակ նշում են, որ հակամարտությունը ունի ռազմական լուծում, հետևաբար Ադրբեջանի բոլոր սպառնալիքները կամ ջանքերը խնդիրը լուծել ռազմական ճանապարհով կամ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, որ եթե չարվեն ճնշումներ Հայաստանի նկատմամբ, ապա մենք կդիմենք ռազմական գործողությունների, դա ընդունելի չեն։ Իմ կարծիքով Հայաստանի համար կարևորը պետք է լինի դա, իսկ սпасել, որ օրինակ ԱՄՆ պետքարտուղարը, որը երկու օրից պետք է լինի Բաքվում, Երևանում կտրուկ կոշտ քննադատական հայտարարություններ կաներ Ադրբեջանի իշխանությունների կամ Ադրբեջանի նախագահ ասեն, երևի այնքան էլ իրատեսական չէ։ Ну, Քլինտոնը մասնավորապես այս առիթով ընդգծվել է, որ ընդգծել է եւ ասել է, Չինարի դեպքը հաշվի առնելով, նա նկատել է, որ գոյություն ունի լարվածության էսկալացիայի վտանգ, ինչը կարող է ավելի լայն հակամարտության վերաճել աղետալի հետևանքներով եւ բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի գործածումից, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այո, ես կարելի ասեմ մոտապես Քլինտոնը, չասեմ հաստատել է, բայց մոտապես ասել այն, ինչ ես նաև սպասում եմ, այսինքն տրվում է հստակ ուղերձ, որ խնդիրը ունի ռազմական լուծում եւ հետեւաբար Ադրբեջանի ջանքերը կամ Ադրբեջանի որ կա լարվածության էսկալացիայի վտանգ եւ նաև ֆիքսում է, որ կարող է վերաճել ավելիին աղետալի հետևանքներով։ Այո, ինձ թվում է այդ մեսեջները ես պատկերացնում եմ ավելի շատ ուղղված են Ադրբեջանին, որովհետև ակնհայտ է եւ միջազգային հանրությունները դա շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանն է փորձում սրել իրավիճակը, որոշակիորեն ակնարկելով, որ ինքը պատրաստ է գնալ էսկալացիայի, հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, որը դրանում շահագրգռված չէ, գուցե որոշակի ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա։ Բայց միջազգային հանրության այս հայտարարությունները թե Հիլարի Քլինտոնի եւ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաների հստակ ուղերձներ են Ադրբեջանին, որ բնականաբար իրենք փորձում են արտաքինից ապահովել հավասարակշռություն, բայց միևնույն ժամանակ հստակ ակնարկում են, որ խնդիրը ռազմական լուծում չունի, մինչդեռ ռազմական լուծման գնալը այսօր Ադրբեջանի հիմնական լծակներից մեկն է բանակցություններում, այսինքն Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ ռազմական գործողություններ չվերսկսելը դա արդեն մեծագույն զիջում է Ադրբեջանի կողմից։ Հետևաբար ըստ այդմ Հայաստանը պետք է գնա զիջումների կամ միջազգային հանրությունը պետք է գնահատի Ադրբեջանի ռազմական գործողությունների չգնալու մեծահոգությունը։ Մինչդեռ բոլոր ուղերձները, որտեղ նշվում են, որ խնդիրը ունի ռազմական լուծում, այսինքն ի սկզբանե բացառվում է ռազմական գործողություններով խնդրի լուծումը, անուղղակիորեն ուղղված են Ադրբեջանին հասկացնելու, որ միջազգային հանրությունը դժվար թե գնա Ադրբեջանի շանտաժին եւ կտրուկ քայլերի դիմի զուտ նրա համար, որպեսզի ընդհանրենք Ալիևը վաղը չորոշի անցնել լայնածավալ հարձակման։ Ասած առաջին անգամ ինձանից ավելի արագախոս մարդ է իմ հյուրը, ես խազում եմ հասնում ձեր մտքի հետևից։